Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Ձեր բոլոր հոգսերը գցեք նրա վրա, որովհետև նա է ձեր մասին հոգ տանողը։ Սիրելիներս, այսօր կարմիր կերակին է, Սուրբ Հարության շրջանի այն հանգրվանը, երբ որ մենք հիշատակում ենք, թե ինչպես հիմնադրվեց Սուրբ Եկեղեցին և ինչպես աճեց, ինչ պայմաններում և ինչ հանդիսացավ հիմքը նրա, որ Քրիստոսի հարության լուրը տարածվի ամբողջ աշխարհով մեկ։ Մեզ համար դա դժվար է պատկերացնել, որովհետև փոքրիկ մարդկանց խումբը, Հիսուսի աշակերտների մի քանի տասնյակ անձնավորությունները, որոնք գտնվում են երկակի հալածանքների մեջ, թե իրենց հարազատ միջավայրում իրանց չէին ընդունում, թե հռոմեական կայսրության մեջ հետագայում արգելքներ սահմանվեցին քրիստոնեության դեմ, որովհետև այն միջավայրը, որտեղ որ քրիստոնեությունը զարգանում էր, չափազանց բարդ միջավայր էր և հռոմեական կայսրության մեջ, եթե ինչ-որ օրենք կամ հրովարտակ էր արձակվում, դա կատարվում էր, օրենքը գործում էր և դրա համար կոչվում էր երկաթե Հռոմ։ Եվ եթե հրովարտակ արձակվեց, որ քրիստոնեություն պիտի չլինի ամբողջ կայսրության տարածքում, եթե դա համարվեց արգելված կրոն, այն պատճառով, որ կայսրը համարվում էր Աստված, իսկ քրիստոնյաները կայսրին պաշտամունք չպիտի մատուցեին, մերժում էին այդ ավանդույթը և դրանից արդեն իրենք դիտարկում են որպես պետական հանցագործներ, պետական դավաճաններ և քրիստոնեությունը արգելվեց։ Ոչ թե մեկ անգամ, այլ մինչև 4-րդ դարի սկիզբ 10 հալածանքներ եղան զանգվածային քրիստոնեության դեմ և միլիոնից ավել մարդ նահատակվել են վկայելով Քրիստոսին։ Եվ այդուհանդերձ քրիստոնեությունը դուրս եկավ նույնիսկ հռոմեական կայսրության տարածքից և ամբողջ աշխարհով մեկ տարածեց Քրիստոսի հարության լույսը և ավետիսը։ Եթե հարցնեք, թե ինչպես դա տեղի ունեցավ, ոչ մի մարդկային տրամաբանություն չի կարող մեզ դա ասել կամ պատմել։ Դա եղավ գերբնական կերպով, աստվածային հոգու առաջնորդությամբ և մարդկանց վկայություններով։ Եվ այսօր մենք հենց այդ վկայություններն ենք հիշում, կարմիր կիրակին է կոչվում այս կիրակին, որովհետև արյան գույնն է, ինչպես Քրիստոս իր արյունը հեղեց խաչի վրա, որպեսզի փրկագնի եկեղեցին, այդպես և Քրիստոսի հետևորդներ իրենց արյունը հեղեցին, որը սերմ հանդիսացավ ապագա եկեղեցու համար, հիմք հանդիսացավ։ Եվ մեր այսօրվա քրիստոնեությունը հենց գոյություն ունի, որովհետև շատ մարդիկ իրենց կյանքը տվել են հանուն հավատքի։ Եվ դա պատմական փաստ է և դա անժխտելի է։ Սակայն ինչու այդ մարդիկ որոշեցին իրենց կյանքը տալ իրենց հավատքի համար, դա այլ հարց է։ Եվ այսօրվա ընթերցման մեջ Պետրոս առաքյալ իր առաջին նամակում ասում է, որ ձեր բոլոր հոգսերը գցեք Աստծո վրա, որտեղ նա է հոգ տանողը ձեր մասին։ Եվ դա գեղեցիկ խոսք է, դա մեզ հաճախ մոտիվացնում է, բայց երբ որ նայենք, թե նա ում էր դա գրում և ինչ միջավայրում, ապա արդեն լրիվ այլ պատկեր է լինում։ Այդ խոսքը հղում էր այն մարդկանց, որոնք արդեն իսկ հալածանքների և դժվարությունների բովով էին անցնում, և դա չափազանց դժվար էր տեղավորել իրենց մեջ, մի կողմից այն, որ Աստված սիրում է և իր սերը հայտնում է ամեն մարդուն և Աստված ամենակարող է և կարող է փրկել ամեն տեսակի փորձանքներից, դժվարություններից և փորձություններից, մյուս կողմից այն, որ մարդիկ ամեն օր նահատակվում են, այսինքն մարդուն ձեր բակալում են, տանում են դատարան, նա իր հույսը չէր կորցնում, գիտեր, որ Աստված իր հետ է, միգուցե հույս ուներ, որ Աստված իրան այդ դատից կփրկի։ Դատի ժամանակ նրան դատապարտում են մահապատժի, այդ մահապատժի ճանապարհին ևս նա հույսը չէր կորցնում, գիտելով, որ նա Աստծո ձեռքերի մեջ է, բայց այդուհանդերձ ենթարկվում էր մահապատժի և մեզ համար դա անփառունակ վախճան է, բայց որպես այդպիսին նա միանգամից հայտնվում էր Աստծո արքայության մեջ և
իր հույսը իրան տանում էր դեպի փրկություն եւ արքայություն։ Եվ այդպիսի մարդկանց թիվը միլիոնավոր է։ Եվ դա չափազանց մեծ խորհուրդ ունի, ինչու մարդիկ որոշեցին իրենց կյանքի գնով վկայել Քրիստոսին եւ ինչու մենք այսօր դա որպես եկեղեցու հիմք ենք համարում։ Եվ մյուս կողմից ինչու Աստված իրենց չէր փրկում այդ հալածանքներից, չէ՞ որ մեր պատկերացման մեջ Աստծո հոգատարությունը եւ ընդհանրապես հոգատարությունը ասոցիացվում է որոշակի հարմարավետության, որոշակի հանգստության հետ, այսինքն եթե մեկը հոգ է տանում, դիմացինը պիտի իրեն լավ զգա։ Աստված հոգ է տանում, բայց մարդիկ շարունակում են դժվարություններով անցնել։ Աշխարհում շարունակվում են տեղի ունենալ դժվարին իրավիճակներ, մարդիկ տակավին տառապանքի եւ ցավը զգում են։ Բայց միաժամանակ մենք հասկանում ենք, որ Աստված Տերն է այս աշխարհի։ Ինչպես այդ երկու գաղափարները կարողանանք առանց հակասություն գտնելու իրար հետ միավորել։ Դա է դժվարությունը։ Որովհետև եթե մենք հավատում ենք, որ Աստված ամենակարող է եւ սիրող է, ուրեմն բոլոր հարցերը պիտի լուծվեն, որովհետև իր համար անլուծանելի հարց չկա, եւ եթե նա իր սերը հայտնում է մեզ, ուրեմն դա նշանակում է, որ այդ սերը մինչև վերջ է, եթե մենք մեկին սիրում ենք, մեր ուժերի չափով ենք իրեն օգնում, բայց Աստծո ուժը անսահմանափակ է։ Եվ այստեղ այլ հարց կա, թե ինչի համար են այդ դժվարությունները եւ նեղությունները, ինչու մենք չենք կարող ուղակի հարթ մեր կյանքը ապրել հեշտ, հանգիստ եւ խաղաղ։ Բան այն է, որ մարդու մեջ կա մի մեծ խոչընդոտ, որը առանց այդ դժվարության, ցավի եւ տառապանքով անցնելու գրեթե չի հաղթահարվում։ Շատ բարձր գիտակցություն է պետք, որպեսզի մարդ հաղթահարի, եւ դա մարդու եսն է, եւ դա մարդու մեկուսացումն է ինքը իր մեջ առանց Աստծո։ Եվ միայն այդ դժվարին իրավիճակներում է, որ մարդը կարողանում է անցնել այդ եսասիրության տարածքից դեպի ավելի լայն տարածք է վերջը հանդիպել Աստծո հետ։ Այդ իսկ պատճառով Աստված թույլ է տալիս տառապանքը, ցավը, դժվարությունը, որպեսզի մարդը կարողանա մաքրագործվի եւ կարողանա իր անձը հասնել իր ստեղծագործման նպատակին, որն է մեր գոյության եւ մեզ ստեղծելու նպատակը։ Չէ՞ որ այդ մարդը ինչ որ մի բան ստեղծում է, ինչ որ մի սարք, ինչ որ մի գործիք աննպատակ չի ստեղծում։ Գիտի որ այսինչ սարքը պիտի ծառայի այսինչ նպատակին։ Մարդու ստեղծման նպատակը ո՞րն է։ Մեր պատկերացումները տարբեր են, բայց Սուրբ Գիրքը հստակ ասում է, որ մարդու ստեղծման նպատակը այն է, որպեսզի նա դառնա ընտանի Աստծուն, որպեսզի մտնի Աստծո ընտանիքի մեջ եւ Աստված պարգևի իրան թագավորություն, որը այս աշխարհից ավելի մեծ է, որը ամբողջ տիեզերքով մեկ է։ Մարդը պիտի դառնա Աստծո նման, պիտի ըստ շնորհի դառնա Աստված։ Բայց այդ աստվածանալու ճանապարհը վերելքի ճանապարհ է։ Իսկ մարդու միտքը տանում է դեպի ներքև, դեպի հող, դեպի ստորաքարշ ցանկությունները, դեպի հեշտ կյանք։ Հեշտ կյանքով չես կարող վերելք ապրես, չես կարող դու բարձրանալ սար առանց քեզ նեղություն տալու։ Իսկ մարդու կյանքը նախատեսված է որպես վերելք, որպես բարձրացում դեպի այդ խորհրդավոր սարը, որտեղ նա պիտի վերջը հասնի իր կյանքի նպատակին։ Եվ երբ որ մարդը հակառակ ընթացք է որդեգրում, ապա միայն դժվարությունը եւ ցավն է, որ մարդուն հիշեցնում է, որ նա պիտի ապրի իր հոգեվոր վերելքը։ Եվ եկեղեցու պատմության այդ կարևորագույն դրվագը, նահատակության դրվագը կարմիր կիրակին մեզ այսօր հիշեցնում է, որ չափազանց թանկ է մեր հավատքը եւ չափազանց մեծ գին ունի այն ինչին մենք հավատում ենք։ Մարդիկ իրենց զավակների, իրենց ընտանեկան կյանքը դրել են զոհասեղանին, հասկանալով, որ քրիստոնեությունից մեծ արժեք իրենց կյանքում չկա։ Քրիստոսից մեծ արժեք իրենց կյանքում չկա։ Դրա համար են մահացել, այլ բանի համար մարդը չէր մահանա։ Ուղղակի գեղեցիկ վարդապետության եւ գաղափարի համար մարդիկ միլիոնավոր մարդիկ
չէին գնա նահատակության ճանապարհին։ Եվ մենք այսօր ինչպես ենք արժևորում եւ գնահատում մեր քրիստոնեությունը, ինչ գին եւ արժեք ունի եւ ինչ ենք մենք պատրաստ զոհաբերելու հանուն մեր հավատքի, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այդ հարցն է, որ մենք ինքներս մեզ պիտի տանք եւ կարողանանք դրա պատասխանը գտնել, սիրելիներս։ Սուրբ Եկեղեցին մեզանից չի պահանջում ոչ մի զոհողություններ, ոչ մի նվիրաբերումներ։ Սակայն մենք ինքներս ինչքանով ենք արժևորում այն, ինչ որ մենք ունենք եւ ինչ ենք պատրաստ դնելու հանուն դրա, դա չափազանց մեծ հարց է եւ այսօրվա մեր քրիստոնեությունը այնտեղ է հասել, որ մարդիկ հավատում են, երբ որ իրենց հարմար է։ Հավատքի ճանապարհը դիտարկում են որպես լավ կյանքին հասնելու միջոց, բարեկեցիկ հաշտ խաղաղ կյանքին հասնելու միջոց։ Այդպես չէ։ Եկեղեցու պատմությունը մեզ այլ էջեր է բացում, արյունալի եւ դժվարին մաքարումների էջեր եւ հաղթանակների էջեր։ Մենք կորցնում ենք մեր հոգևոր կյանքը, կորցնում ենք մեր արժեհամակարգը այն ժամանակ, երբ որ մենք իջեցնում ենք նշաձողը քրիստոնեական արժեհամակարգի եւ ոչինչ պատրաստ չենք տալու մեր հավատքի համար։ Եվ այսօր ինքներս մեզ փորձենք հարցնել, թե ով է ինձ համար Քրիստոս, ինչ է ինձ համար իմ քրիստոնեությունը, իմ եկեղեցի արժեքները եւ եթե ընտրության ճանապարհ լիներ ինձ համար, ինչ ես կզոհաբերեի հանուն իմ հավատքի։ Եվ այդ պատասխանը ինքներս մեզ պիտի տանք։ Դա այն ինչ որ մենք Աստծո առաջ պիտի վկայենք եւ այն ինչի մասին առիթ ունենք մտորելու, որպեսզի մեր կյանքը արթուն ապրենք եւ կարողանանք ժառանգել այն խոստումները, որ Աստված մեզ տվել է եւ այն արքայությունը, որը նա մեզ համար պատրաստել է։ Աստված զորացնի բոլորիդ Աստծո շնորհը թող առաջնորդի ձեզ, որպեսզի կարողանաք գնահատել այն ինչ որ ունեք, արժևորել եւ պատրաստական լինել գնալու մինչև վերջ հանուն հավատքի եւ հանուն փրկության։ Տիրոջ շնորհը, սերը եւ առաջնորդությունը լինի բոլորիդ հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։